Ոնց հիմնադրեցիր ցենտրալ սրճարանը, իդեպ ցենտրալը Երևանի խորհրդանիշերից է, սուրճի այդ սուրճի մշակույթի շուրջ կառուցված այդ ամբողջ համու հոտի, հա, երբ որ մենք ասում ենք ցենտրալ սրճարան, հասկանում ենք Երևանը եւ իր համու հոտով։ Այո։ Ոնց հիմնադրեցիր, ոնց է ցենտրալի պատմությունը։ Մինչև ցենտրալը մի հատ ուրիշ պատմություն կա, դա Natura Gold մեր թեհարանն է, Աբովյան 11 հասեով, որը 27 տարի առաջ մենք հիմնեցինք, դա էլ ունի մի հատ փոքրիկ հետաքրքիր պատմություն, մենք ընկերներով ամեն օր հավաքվում էինք մեր տանը, մայրիկս մեզ միշտ առաջարկում էր թեյ, ուտելիք եւ այլն, տարիներ շարունակ տանդուռը բացվում էր առանց զանգի, մարդիկ գալիս, գնում, մի օր ասեց, ինչ կլինի մի հատ թեհարան բացեք, ես արդեն հոգնել եմ այս ամեն ինչից եւ իրականում մեր մտքով անցավ, որ կարելի է մի փոքրիկ թեհարան բացել։ Եվ Աբովյան 11-ում այդ հասեով մենք բացեցինք Natura Gold սրճարանը, թեհարանը, ներողություն։ Մեր ընկերները, հաճախորդները տարիներ հետո ասեցին փոքր է տարածքը, մեծացրեք։ Եվ այդտեղ առաջացավ մի հատ սրճարանի, թեհարանի, փոքրիկ ռեստորանի համատեղ տենց մի հատ սիմբիոզ անել եւ ծնվեց Կաֆե Ցենտրալը Աբովյան 30 հասեով, այս տարի 20-ամյակն է միջանոց Ցենտրալի։ Այսինքն 2006 թվականին է Այո։ սնվել։ Երկու եղբայր, երկու ընկեր։ 4 ընկերով, 4 գործընկերով, այո։ բիզնեսը սկսել եք։ Երբ արդեն տեսար, որ ստացվում է բիզնեսը, թե թեհարանը, թե ցենտրալը։ Կարող եմ ասեմ հենց երևի ամենասկզբից, որովհետև անկեղծ ասած, թե ցենտրալի ֆորմատը, թե թեհարանի ֆորմատը մենք երևի եթե առաջինը չենք, բայց առաջիններից էինք։ Եվ մոտեցումը, որը մեր մոտ կար, մենք այնց շատ մաքսիմալիստ ենք եղել միշտ ամեն մի հարցում, որ պետք է ամենալավագույն թեյերը լինի, ամենալավ մատուցման ձևը պետք է լինի, ուսումնասիրում էինք, սովորում էինք, չայնի ցիրիմոնիաներ են ասում, տենց այդ ամեն ինչը որպեսզի ճիշտ ներկայացնենք, ամենասկզբից այդ աշխատը ճիշտ է, մենք անփորձ ենք, որովհետև նախ տենց բիզնես հասկացողությունը այդքան զարգացած չէր 90-ականների վերջներ էլի, չէ։ այո, ես երաժիշտ, եղբայրս նկարիչ, մյուս մեր ընկերը նկարիչ եւ ինչ որ ինտուիտիվ շատ ահագին բաներ էր տեղի ունենում մեր մոտ, այդ մեր շարժը, զարգացման։ Մենք նույնիսկ չգիտեինք գնագոյացում ոնց է պետք անել։ Նստած որ ասում ենք սենց անենք, չէ, ես ասում թանկը աչքա չափով եւ այլն։ Բայց ամեն դեպքում հաջողեցինք եւ կարծում եմ գտանք մի ինչ որ հետաքրքիր տեղ էս մեր գեղեցիկ քաղաքում։ Այդ ժամանակ Երևանում ցենտրալն է եղել, Փարիզյան սուրճը ու մի քանի սրճարաններ։ Այո, մի քանի սրճարաններ։ Հենց որ մենք պիոներներից ենք, հաստատ է, կարելի ասել։ Հաստատ։ Իսկ արդեն սուրճի մշակույթն դե ցենտրալում դուք զարգացրեցիք, չէ՞։ Սուրճի մշակույթը ցենտրալում, քանի որ մենք մի քիչ մոդելը բացեմ ճակերտներ վերցրեցինք Վիեննայում ցենտրալ սրճարանի մոդելը, մենք գիտենք, որ Ավստրիան սուրճով շատ հայտնի է, իմիջիայլոց առաջի սուրճը հայ է տարել Ավստրիա։ Այդ կուլտուրան Պասկալ, հա։ Այո, Պասկալ Դեոդատոն։ Եվ այդ կուլտուրան մենք մշակույթը սուրճի վերցրեցինք այնտեղից, որ վատ չի լինի, բացի թեյերից նաև մենք սուրճ տանք, որտեղ ամեն դեպքում Հայաստանում սուրճի տրադիցիան սկսեց արդեն զարգանալ, մանավանդ Փարիզյան սուրճը բավականին լուրջ դերակատարություն ունեցավ այդ ասպարեզում։ Դիմացի մայթի վրա, չէ՞։ Այո, դիմացի մայթ սրճարաններ կան։ Այդ ցախ տարածքը սուրճի հոտով, սուրճի էներգիայով է լցած։ Հա, ինչև այսօր։ Կողքին էլ ավելանում են արդեն տարբեր ու դա շատ լավ է միջալոց, ողջունելի է։ Այդպես սկսեցինք։ Դուրս դրված են աթոռները ֆրանսիական ոճով, առաջինը դուք եք էլի, չէ։ Չէ, դա կարծեմ, եթե չեմ սխալվում, նույնիսկ կարող է Փարիզյան սուրճն էլ դուք ասելով ձեզ եւ իրանց եւ Փարիզյան սուրճի նկատում։ Այո, սկսվեց շատ հետաքրքիր պատմությունը, իսկ հիմա տեսնում ենք քաղաքը լի է սրճարաններով ու շատ ողջունելի է, որ դա զարգանում է բավականին լավ ու շատ լուրջ պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Մենք շատերի հետ ենք շփվում հիմա, կարող եմ ասեմ, որ ուղղակի մարդ հիանում է, թե ինչ մակարդակի մոտեցում է ընդհանրապես
հորեկան շատ լավ է մեր մոտ զարգանում։ Ռուբեն, իսկ կա sense կարծիք, ինչքանով է դա ճիշտ, որ Օսմանյան կայսրությունն է մեծ դեր ունեցել Ավստրիայում սուրճի ոնց որ մշակույթի ձևավորման վրա։ Ոչ թե Օսմանյան կայսրությունը, լեգենդը ասում է, որ երբ որ գիշերը զինվորները ավստրիական զինվորները քնած են եղել եւ իրանց կողքը եղել է տակառներ մեջը սուրճ, մի հոգի լսել է սուրճի հատիկների ձայն, քանի որ թուրքերը հսկայական զորք քայլելով գալիս էր առաջ։ Դղրդացել է։ Եվ դա իրանց տվել է ազդանշան, հասկացել են, որ նրանք մոտենում են, հասցրել են իրանց պաշտպանական դիրքերը եւ այլն, եւ դրանից հետո Դեոդատոն, որի ազգանունը Աստվածատրյան է եղել, ինքը մասնակից է, ինքը սուրճ էր ներկրում այդ ժամանակ, գնացել է կայզերին, խնդրել է, ասել է թույլ տուր, ես դառնամ 1700-ականներն էր դա։ 1700-ականներ ներկրող եւ ստացել է էքսկլյուզիվ այսօրվա բառով ինքը մենաշնոր է ունեցել երկար տարիներ։ Հետաքրքիր է։ Դե հետո ձեր սուրճը մինչև այսօր էլ ինքը յուրահատուկ է, հա, այդ համարներով սուրճը, արաբիկա ու ռոբուստայի միքսերը, բան այդ դուք եք այդ մշակույթը ստեղծել էլ, որ մարդը նախ ճանաչում է ինչա խմում։ Այդ 100% արաբիկան, այդ ավազի վրա անելը, չէ՞, ամեն մեկը մի հատ դետալ է։ Իրականում ճիշտ ես, ինչի, որովհետև մենք միշտ, դե գիտես, միգուցե դա գալիս է նրանից, որ մենք մի քիչ ստեղծագործական բան եք ունենք ավելացրել, ներքին, երաժիշտն էլ է Իհարկե։ իմպրովիզացիա սիրում է իր էմոցիաները ցույց տա, նույնը նկարիչ, այսինքն այդ կրեատիվնեսը ոնց որ ասում են, երևի թե եղել է եւ կա, եւ մենք փորձել ենք ինչ որ մեր կողմից մի բան ավելացնենք։ Համով, հոտով, որ ինչ որ եւս բաներ լինի։ Հենց որ երբ որ կանցնենք պաղպաղակի, էլի հետաքրքիր է։ Նույն մոտեցումն է աշխատում այսօր մեր մոտ։ Այդպես։ Իսկ ինչի ցանց չսարքեցիր ցենտրալը, Ռուբեն, հետաքրքիր է։ Գիտես, մենք մտածում ենք, նախ չլինելով մասնագետներ եւ պրոֆեսիոնալներ, մեր համար դա բավականին ընդհանուր այդ ճանապարհը, որ մենք անցել ենք, հավատացնում եմ, շատ դժվար է մեր համար եղել։ Կազմակերպչական, որտեղ դա մասնագիտություն է, մենեջմենտը, մարքեթինգը դա լուրջ մասնագիտություն է։ Մենք փակ աչքերով մտել ենք այդ նետվել ենք այդով ու փորձել ենք գտնել մեր տեղը։ Դրա համար մենք մտածում ենք, որ ավելի լավ է ինչ որ ունենք, ինքը մեզ բավարար է։ Մենք իրան պահենք այն մակարդակի վրա, որի մասին այսօր խոսում են, նույնիսկ ունենք թերություններ, ես չեմ ասում որ, բայց ամեն դեպքում ցենտրալը եղել է ու այսօր էլ իր օրույն տեղը ունի։ Եվ մենք մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել էինք հենց իր որակը եւ տեսակը պահելու վրա։ Սա հիմնական գաղափարների։ Հիմա որ հետ ենք նայում, այո, այսօրվա աչքերով այդ մասշտաբավորման process-ները կարող ավելի հեշտ լիներ եւ այլն, բայց այն ժամանակ դա այդքան հեշտ չէր։ Հա, դե նայ, օրինակ սրճարաններ կան, որ 120-130 տարվա պատմություն են, փոլը, հա, ու այդ կարգի սրճարաններ աշխարհում, որոնք որ ձեր նման էլի պինդ հիմքի վրա ստեղծել են ժամանակին ու տարիներով ինքը պահել է իր կենսունակությունը ու զարգացել է։ Այս փուլում տեսնում ես այդ ձև զարգացում ցենտրալի հետ։ Մենք տենց խնդիր մեր առաջ չենք դրել, անկեղծ ասած։ Շարունակելու եք։ Մենք շարունակելու ենք, այո, նույն ոճով, նույնիսկ երևի թե նոր պրոյեկտներ էլ արդեն տենց չանենք, որովհետև պետք է հաշվի առնել նաև տարիքը։ Լավ, դե տարիքը գործարի համար լավ տարիք է։ Ամեն դեպքում դա իր տեղը ունի։ Հավատացնում եմ քեզ Գրիգոր ջան, մենք այնքան ենք բավարարված այս վիճակով եւ շատ երջանիկ ենք, որ հաջողակ ենք այս բնակավարում, ունենք այս օրինակները եւ կարևորը պահելն է։ Okay, շատ լավ։ Դե պաղպաղակը ոնց եղավ։ Պաղպաղակից պատմի մի քիչ։ Պաղպաղակը շատ անսպասելի էր, պաղպաղակ գաղափար հասկացողություն տենց չկար, ես մեկնեցի Իտալիա 2003 թվականին, շատ խոշոր ցուցահանդես է ամեն տարի լինում Ռիմինիում, կոչվում է Սիջեպ, սուրճ,
պաղպաղակ եւ հրուշակագործության ինդուստրիայի ես գնացել էի այդ ժամանակ ես հացի փուր ոնց որ ասում են տենց մի հատ փոքրիկ հետաքրքիր ձեռագործ հացերի կազմակերպություն ունեի անցած տարի որոշեցի փակեմ գնացել էի այդ գործերով վերջի օրը որոշեցի գնամ եւ տեսնեմ կողքի ինչա կատարվում սկսեցի փորձել տարբեր տեղեր եւ անսպասելի հայտնաբերեցի մի կազմակերպություն որի որակը ինձ ուղղակի զարմացրեց եւ ես տեղում որոշում կայացրեցի որ Ռուբիկոնը գնում է Հայաստան հանդիպեցի իրանց մենեջմենտից մի տիկնոջ հետ ինձ նշանակեցին հանդիպում 1 ամիս հետո Ռուբիկոնի տիրոջ հետ հիմնադիրի շատ հետաքրքիր պատմություններ ինչպես ես իրանից ստացա էքսկլյուզիվ եւ Ռուբիկոնի անունը եթե հետաքրքիր է կարող եմ պատմեմ դե մեր համար միշտ կարևոր է եղել ունենալ մենաշնորհ որովհետեւ մենք որոշ օրենսդրության մի քիչ պաշտպանվածության խնդիր է միշտ եղել մեր մոտ ընդհանրապես ի հակադարձ Եվրոպայի որ կոնտրակտները կնքվում են դա աշխատում է դրա համար մենք միշտ ասում ենք էքսկլյուզիվ տվեք մենք պետք է մենաշնորհ ունենանք եւ այլն նույն հարցադրումը դրեցի ասեցի ես ուզում եմ նաեւ Ռուբիկոն անունը ասեց Ռուբեն ընդհանրապես բոլոր պաղպաղակ արտադրողները գաղտնի են պահում թե ումից են վերցնում իրանք հումքը դու ուզում ես անմիջապես ասեցի ես ուզում եմ այդ ճանապարհով գնամ որտեվ ես մի երկրում եմ որ ինձ ապացուցել է որ ես Իտալիայից եմ բերում երդվում եմ որ սա իտալական հումք է հոգնել եմ այս տարիքում արդեն չի սազում ավելի լավ է ես իմանամ որ մենք համագործակցում ենք դու ինձ տալիս ես անունը ես կասեմ այս կազմակերպությունը եւ տենց էլ եղավ շատ մեծ դժվարությամբ չէր ուզում տար ես հարց տվեցի ասեցի դու Ազնավուրի երբ գրպագ ունես ասեց շատ մեծ ասեցի այս մարդը Ազնավուրի 2 համերգն արի Հայաստանում ու դա իրականություն էր ասեց ինչպես ասեցի այո ասեցի եւ ավելին ասեմ ասի իսկ հայկական կոնյակ սիրում ես ասեց շատ ասեցի կա կոնյակ որը որ արտադրվել է դուրս է եկել իր օրոք որին ինքը մասնակցել է կուպաժին է մասնակցել տեքստերի, շրիֆտերի ընտրությանը շատ գեղեցիկ ֆիլմ է Միչայլոց, չգիտեմ տեսել ես դու դա։ Չէ, դոկումենտալ ֆիլմ է, ինչպես է Ազնավուրը ներգրաված այդ process-ի մեջ, իր կյանքի օրոք այդ Ազնավուր կոնյակն է։ Դուրս գալիս, ասեցի, եթե դու իմ խնդրանքները կատարես, ասի limited edition-ը, բայց ես քեզ այդ կոնյակից կնվիրեմ։ 15 րոպե հետո մենք պայմանագիրը ստորագրեցինք, գալիս եմ Երևան, կնոջս ասում եմ ճամպրուկս փոխի 3 օրից հետո թռնում եմ հետ Իտալիա։ Ինչ ա եղել, ասի կոնյակ պիտի տանեմ նվեր։ Եվ այդպես սկսվեց Ռուբիկոնի ճանապարհը։ Եկավ Հայաստան, մենք խոսում էինք նախապես եւ այսօր մի ակնթարթ էր, անընդհատ ցանկություն կա քո կողմից ինչ որ մի բան ավելացնես, մի բան ներկայացնես, հետաքրքիր, ինչ որ երանգներ, գույներ եւ այլն եւ այլն։ Եվ մենք որոշեցինք Արարատ մեր կոնյակի 4 համը նոր էր դուրս եկել, այդ բալով, սուրճ, ծիրան եւ մեղր։ Առաջի փորձը արեցինք, շատ հաջող անցավ, համտես արեցինք գործարանում։ Արդյունքում Պեռնոդ Ռիկարդի հետ պայմանագիր ստորագրեցինք, այսինքն մեմորանդում, հուշագիր։ Առաջի դեպքն է, որ մենք ստացանք Արարատի զինանշան օգտագործելու իրավունք ոչ իրանց պրոդուկտի վրա։ Հետո քամած-մածունով ջելատոն մեր մոտ դուրս եկավ, անցած տարի դա իմ երազանքներ քաղաքին մի ինչ որ ձև գտնել, շնորհակալություն հայտնել ընդհանրապես իրա լինելու համար եւ Երևան ջանը ծնվեց։ Այդ էլ է շատ հետաքրքիր պատմություն, առիթ կլինի հետո դա առանձին կպատմեմ։ Որտեղ հիմա կարելի է փորձել ձեր պահպանել։ Աբովյան 30 կաֆե ցենտրալի կողքը մենք ունենք փոքրիկ ջելատերիա, որը կոչվում է Ռուբիկոն։ Այդպես։ Գանք վաճառքներին։ Վաճառքի թիմը նույնպես գտնվում է ոնց որ քո բանի կառավարման տակ, չէ՞, հենց դրա համար էլ դու իրան կարող ես անդադ ավելի ու ավելի էֆեկտիվացնես։
ոնց է անում, ոնց է վաճառքի թիմը այդքան մեծ վաճառքներ անում այդ ծավալի։ Ինչ գործիքներ ես կիրառում, ինչ սկզբունքներ ունես։ Մի քանի բան կարելի է նշել, առաջի իմիջիալոց երևի թե բոլորը հավասար չկա, մեկը որ ավելի առավել է, ավելի կարևոր է, քան մյուսը, մոտիվացիոն համակարգն է շատ կարևոր, որ ինչ համակարգով են աշխատում։ Շատ կարևոր է ճիշտ թիրախներ դնելը, եւ շատ կարևոր է, որ բոլոր շահերը բերել այն կետի, որ համընկնեն իրար։ Շահերի համընկնումը դա իդեալական վիճակ է, հա, վաճառքները բարձրացնելու։ Մի քիչ պատմես, գիտեմ, twin մոդել ունես դու տեղ մշակած, այդ մոդելից մի քիչ պատմի։ Ինչ ասել է շահերի համընկնում։ Ինչ ասել է շահերի համընկնում, ուրեմն վաճառք կատարող աշխատակիցը, վաճառակետը, կազմակերպությունը եւ սպառողը բոլորն ունեն իրենց առանձին շահերը։ Երբ որ բոլորի շահերը անցնում են մի գծով, դա ամենաիդեալականն է։ Օրինակ, գնորդը վերջնական ուզում է էժան առնի ու որակով առնի։ Իսկ դու որակով ապրանք արտադրելու համար պետքա թանկ հումք օգտագործես։ Ոնց ես այդ երկու շահերը համապատասխանացնում։ Քեզ պետքա որակով ապրանքը վաճառես թանկ, գնորդը ուզում է որակով ապրանքը էժան։ Նայեք, գոյություն ունի գին որակ համադրությունը, բայց մենք կենտրոնացած չենք էժան ապրանք ստանալու իրականում։ Մենք լուծում ենք տալիս, մեր հաճախորդին կոնկրետ լուծումներ ենք տալիս, ոչ թե ուղղակի էժան ապրանք ենք առաջարկում։ Իհարկե մենք ունենք լայն գնային սեգմենտ, ընտրություն ունի հաճախորդը, բայց ինչ որ կետ կա, որ այդ կետից ներքև ուղղակի չենք իջնում։ Մենք մեր նպատակը էժան ապրանք վաճառելը չի։ Մեր նպատակը խնդիրը լուծելն է հաճախորդի։ Վերջնական սպառողի խնդիրը լուծելն է, որովհետև էժանը չի նշանակում խնդրի լուծում։ Լավ, օքեյ։ Այդ վերադառնանք շահերին, նշեցիր, որ երբ որ այս շղթայի բոլոր կողմերի շահերը համընկնում են, առաջանում է վաճառքի փաստը, հա, հենց վաճառքը տեղի ունենում։ Իսկ ոնց ես դու դա Չէ, վաճառքը կարա տեղի ունենա ինչ որ մեկի շահի բացակայության ընթացքում էլ, բայց դա ճիշտ չի։ Օրինակ, եթե կազմակերպությունը շահ չունենա, ինչ որ պահի ինքը կդադարեցնի դա անել։ Եթե վաճառակետը չունենա, ինչ որ պահի ինքը կդադարեցնի կամ կդեֆորմացվի։ Եթե կոնկրետ աշխատակիցը վաճառք կատարող անձը չունենա, այդ իմիջիալից կարևոր չի թե ինքը ով է, ինչքան լավ մասնագետ է կամ ինչ որ պահի ինքը կդադարեցնի կամ կդեֆորմացվի։ Ինքը դինամիկ process է եւ անընդհատ փոփոխական է եւ դու պետքա կարողանաս ճիշտ բալանսավորես այդ ամեն ինչը։ Հետաքրքիր է, Իհարկե շատ կարևոր է թե ինչ շուկայում ես աշխատում, կախված ոլորտից դրանք տարբեր են լինում։ Օրինակ սննդամթերքում կարող է շատ կայուն լինի, չնայած դա միևնույնն է կա։ Լավ։ Իսկ շինանյութի վաճառքում ինքը անդադ փոխվում։ Շինանյութում ինքը կարող շատ ավելի արագ փոփոխվի։ Հասկացա։ Ինչ անել այն դեպքում, եթե կա երկարաժամկետ շահ եւ կարճաժամկետ շահ, օրինակ, մարդ ուզում է ինչ որ հումք առնի քեզանից, իր տունը վերանորոգելու համար, այս պայն այդ հումքը թանկ է, որակով է, բայց երկար է ծառայելու, բայց ինքը ուզում է այսօրվա շահով առաջնորդվի, առնի էժան եւ առնի չգիտեմ, այդ մետլախը խփի, հա, ասենց ասած, այսօր իր հարցը լուծի։ Այդ քո ասած շահերի մեջ կա նաեւ կարճաժամկետ շահ եւ կա երկարաժամկետ շահ։ Հիմա դրանց բալանսը ոնց է գտնում։ Ես ասացի, որ մենք լուծում ենք առաջարկում հաճախորդին։ Մենք ամեն դեպքում լուծում առաջարկում ենք։ Հա, նույնիսկ այդ դեպքում կա ինչ որ դաշտեր, որ մենք ուղղակի չենք մտնում այդ դաշտը։ Հա։ Հաճախորդը կարա շատ տարբեր լուծումներ ման գա, այն լուծումները, որ մեր սկզբունքներին կամ մեր համար չի, մենք չենք տալիս, այդ լուծումները մենք չենք տալիս, ուրեմն ինքը մեր հաճախորդը չի։ Լավ։ Մենք չունենք այդ մտայնությունը, որ բոլորին ամեն ինչ վաճառենք։ Մենք վաճառում ենք մեր հաճախորդներին, վաճառում ենք մեր ապրանքը։ Եվ փորձում ենք իհարկե բոլորին ցույց տանք, որ ճիշտը սա է։ Մինաս, իսկ իմ հանդիպած շատ խոշոր արտադրողներ աշխատում են այս մոդելով,
դիստրիբյուցիոն մոդելով, այսինքն աշխատում են դիստրիբյուտորի հետ, ով իրանց ապրանքը վերցնում է, հետագա առաքման, վաճառքի process-ով դիստրիբյուտորն է զբաղվում, արտադրողը մենակ արտադրում է։ Ինչի է ասենց, որովհետև առանձին այս երկու մոդելները կազմակերպել ավելի էֆեկտիվ է, ավելի հեշտ է ստացվում, քան եթե այդ երկուսը միասին է։ Այսինքն բիզնեսի զարգացման պատմական այդ ընթացքում եկել է մի կետի, երբ որ մարդիկ հասկացել են, որ դիստրիբյուցիան առանձին մի հատ բիզնես մոդել է, իր էֆեկտիվությամբ, իր բիզնես process-ներով եւ այլն։ Այս պարագայում դուք չունեք, չէ՞, ոնց հասկանում եմ դիստրիբյուտոր, դուք աշխատում եք այդ երկու բիզնեսը մի բիզնեսի մեջ է։ Հիմա հարցս քեզ սա է. արդյոք ավելի էֆեկտիվ չի լինի, եթե ամեն դեպքում դուք մենակ արտադրեք, իսկ դիստրիբյուտորը մենակ վաճառի ձեր ապրանքը։ Ասել, որ մի մոդելը մյուսից ավելի ճիշտ է, ես այտենց չեմ ասի, ամեն դեպք ունի իր լուծումը։ Մեր արտադրանքները դրանք ծանր են, հա, ասենց ասեմ, եւ լոգիստիկան բավականին թանկ արժի եւ ավելի նպատակահարմար է ուղիղ մատակարարումներ անել։ Եվ ի վերջո, եթե տենց նայենք, վաճառակետերը նաև կարելի է համարել փոքր դիստրիբյուտորներ, էլի, որովհետև մեր շինանյութի շուկայում վաճառակետերը իրենք նաև ծառայություններ են մատուցում։ Հասկացա։ Լավ, բիզնեսից ուզում Բայց չկա շրջաններով դիստրիբյուցիա, որովհետև իրականում դա բավականին թանկ է։ բայց կաք ներկայացված եք դուք շրջաններում։ Ամբողջ հանրապետությունում։ Okay, բիզնեսից մի քիչ գանք դեպի լայֆսթայլին։ Ինչ տեղ ունի այսօրվա գործարարի կյանքում մարզվելը, հաճախելը ջիմ, դու այդ առումով շաբաթը երևի 4-5 օր ակտիվ մարզվում ես ու մեծ բավականություն ես ստանում, ես տեսնում եմ։ Ինչ դեր ունի այդ քո կյանքում։ Ինձ թվում է դա ոչ թե գործարարի կյանքում, այլ առհասարակ ցանկացած մարդու կյանքում շատ կարևոր է լինել մարզված, որտեղ մարզումները ոչ միայն մարմինն է մարզում, նաև կարծում եմ միտքն է մարզում մարդու, նաև հոգին է մարզում, չգիտեմ։ Շատ կարևոր է մարզումների գնալ։ Իսկ մարզված լինել։ փոքր տարիքից ես սպորտի մեջ եղել թե համատաբար վերջերս Ես միշտ սիրողական եմ զբաղվել, հիմա էլ է սիրողականի մոտ, բայց դադարներ ունեցել եմ, որ մեծ դադարներ ունեցել եմ։ Հիմա շատ են խոսում, որ արհեստական բանականությունը մարդուն փոխարինելու է, բայց ձեր դեպքում դուք բավական մեծ խոշոր գործատու եք ու մեծ staff ունեք, կասես ոնց ես վերաբերվում թիմի հետ աշխատանքին, արդյոք այդքան հեշտ իրան կարելի է փոխարինել AI-ով եւ առհասարակ կարելի է նայել այդ պարադիգմով, որ ինչը հնարավոր է մարդու տեղը անի ռոբոտը պետքա տենց լինի, այսինքն այդքան հեշտ է մարդուն աշխատանքից ազատելը։ Շատ աշխատանքներ, շատ մասնագիտություններ, ուրեմն կամ կձևափոխվեն, կամ ուղղակի կվերանան։ Բայց ասել, որ AI-ը փոխարինելու է մարդուն, ես ահագին հեռու եմ այդ մտքից, մարդուն կարա փոխարինի մենակ մարդը։ Դա մենակ AI-ի մուտքը մեր կյանք մենակ հեշտացնում է մեր աշխատանքը։ Ուղղակի պետքա ճիշտ մոտենալ այդ ամեն ինչին։ Միշտ մարդը շատ կարևոր է։ Ինչքան էլ որ ավտոմատացվեն process-ները, ինչքան էլ որ համակարգվեն, միևնույնն է կենտրոնում մարդն է, դա հաշվի չառնել, նշանակում է ինչ որ ժամանակ ունենալ խնդիրներ։ Լավ թիմն է առաջի հաջողության գրավականը։ Դու կարող ես ունենալ լավագույն հաստոցները, լավագույն արտադրական միջոցները, բայց չունենաս լավ թիմ ու չկարողանաս անես։ Բայց հակառակը լավ թիմով ավելի թույլ հաստոցներով կարաս հաջողության հասնես։ Հետաքրքիր է։ Դա իհարկե ժամանակավոր է, պետք է հաստոցները միշտ թարմացնես։ Հա, հաստատ։ Իսկ կարևոր է որ աշխատակիցներդ նաև քեզ բացի հարգելուց նաև սիրեն։ Կա չէ՞ տենց լավ մարդու տեսակ ոնց է, Գրիգոր ջան, ինձ թվում է դա նպատակ պետքա չլինի, կսիրեն, չեն սիրի։ Դա ոնց որ քո նպատակը ուրիշ է։ Արժեք ստեղծելը, գործը տանել առաջ, եթե այդ ընթացքում ինչ-որ մեկը չի սիրի, դա ինձ թվում է իր խնդիրն է։ Okay։ Հա, որտեվ շատ ղեկավարներ ընկնում են երկու ծայրահեղությունների մեջ, հա, թիմը իրանց սիրում է, բայց
էֆեկտիվ չի աշխատում, կամ հակառակը թիմը ոչ սիրում է, ոչ էլ կոմֆորտ այդ ղեկավարի։ Կարծում եմ հարգանքը շատ կարևոր է, թե կսիրի, թե չի սիրի, դա արդեն մյուս Կարևոր էֆեկտն է դրա։ Ոչ թե շատ լավ կլինի, բայց դա, ասենք, նպատակ չի, էլի։ Ամեն տարի ձեր ընկերությունը կարծում եմ բավական մեծ տոկոսով երկնիշ թվով աճում է։ Տվաբար այստեղ նաև տեղին է այս հարցը տալ, հա, ինչ նպատակ ունեք դուք մոտակա տարիներին, ոնց եք տեսնում ձեր արտադրությունը, ձեր բիզնեսը Հայաստանում։ Այք մենք մեզ համարում ենք ազգային բրենդ, Շայնը ազգային բրենդ է ու մեր նպատակներից է Հայաստանի սահմաններից դուրս գալը։ Նայեք, Վրաստանում գործարան ունենք, բայց դա բավարար չի։ Մենք ձգտում ենք եւ ուզում ենք միջազգային շուկա դուրս գալ։ Օրինակ որ երկրներ եք պլանավորում։ Հիմա դրա մասին ճիշտն ասած Շուտ խոսալ, հա։ Okay, բայց այստեղ ուրիշ մի հատ կարևոր հարց կա։ Եթե դուք հումքը ներմուծում եք, Հայաստանում արտադրում եք, ոնց եք կազմակերպելու արտահանումը, երբ որ հումքը Հայաստանում չի։ Այդ երկրում արտադրողը, որտեղից դուք այդ հումքը բերում եք, ավելի լավ մրցակցային պայմաններ չունի ձեր հետ, օրինակ, եթե դուք էլ ուզենաք X երկիր դուրս գաք, ձեր հումքի երկրում գտնվող գործարանն էլ ուզենա այդ երկիր դուրս գա։ Իհարկե մրցակցություն միշտ լինելու է, բայց լուծումներ առաջարկելով եւ կան ապրանքներ, որ իրականում դա հնարավոր է անել։ Հա։ Տեսակներ կան, ամբողջությամբ 72-75 ապրանք նշեցի, չէ՞, որ ունենք։ Հա։ Իհարկե դրա զգալի մասը հնարավոր չի, իմաստել չունի արտահանել, բայց կան ապրանքատեսակներ, որոնք որ հնարավոր է եւ պետք է արտահանել։ Մինաս իսկ սենց հարց, այն երկրից որտեղից դուք բերում եք հումքը, այդ երկրում կան նաև արտադրողներ, ովքեր կարան նաև Հայաստանի շուկա մտնեն։ Այս մրցակցության մասին ինչ կասես, այստեղ էլի կա անհավասար բան, հա, դիրքեր այդ երկրում համ հումքն է, համ գործարանն է, առաջի քայլից մինչև վերջի քայլը մի երկրում փակվում է։ Նայ ասեմ Գրիգոր ջան, տենց չի որ մենք ամբողջ հումքը ներկրում ենք այլ երկրներից։ Հայաստանում հումք կա։ Հումքի տեսակներ կա, որ այո։ Ես նշեցի, որ մենք նաև հումք ենք արտադրում, որոշ հումքեր հենց մենք ինքներս ենք արտադրում, բայց այդտենց չի աշխատում։ Օրինակ կրակար, չգիտեմ, հանքից հանում են կամ ավազ, չգիտեմ, տեղում ինքը։ Հասկացա։ Այդտենց չի աշխատում։ Կան միջազգային ընկերություններ, որ կենտրոնացած են միայն հումք արտադրելու, օրինակ մենք հայտնի գերմանական ընկերություններ հետ աշխատում ենք, որոնք որ շինարարական քիմիա են արտադրում, եւ այն միջազգային ընկերությունները, որոնք որ կարող էին մտնել հայաստանյան շուկա, նորից նույն մատակարարների հետ են աշխատում։ Ավելին ասեմ, նույնիսկ դրանցից շատերը այդ մատակարարների հետ չեն էլ աշխատում։ Հասկացա։ Մեր գործընկերներից մեկը մի օր մեծ ուրախությամբ նշեց, ասում է Արևելյան Եվրոպայի շատ երկրներ նույնիսկ մեր հումքը չեն առնում, համարելով, որ այդ իրենց համար մի քիչ շատ է, գնի առումով մի քիչ թանկ է, բայց մենք այդ հումքերից ենք օգտվում եւ մեր սպառողը այտենց կարողանում է այդ ստանդարտի ապրանք ստանալ։ Okay, հետաքրքիր է։ Դե հա, այս պարագայում կարծում եմ հնարավոր է դուրս գալ Հայաստանից եւ ստեղ ուղղակի մեկ այլ հարց կա։ Այդ գիտեք ոնց որ որնա, ոնց որ ասեք դե ինչ տարբերություն խորովածը որտեղ են պատրաստում կամ չգիտեմ։ Հա, Հայաստանից դուրս գալը ինքը լինում է օրինակ ոնց Վրաստանում եք արել գործարան կառուցելով այդ երկրում, թե գործարանը լինում է Հայաստանում, դուք լոգիստիկան եք անում, արտադրանքն եք անում Հայաստանից։ Չէ, Վրաստանում կառուցած գործարան կա եւ այս պահին նույնիսկ գործարանն աշխատում է ամբողջ ծավալով, հզորությամբ։ Վրաստանի շուկայի համար է դա։ Վրաստանի շուկայի համար է։ Էլի Հայաստանից է կազմակերպվում։ Իրականում մեր արտադրած ապրանքները դրանք հիմնականում լինում են լոկալ, որովհետեւ ոնց որ նշեցի, լոգիստիկան բավականին թանկ է, ծանր ապրանքներ են։ Հա, բայց ել եմ ասում, շատ ամբիցիոզ թող չհնչի, կա հնարավորություն եւ պոտենցիալ արտահանելու մեր ունեցած պրոդուկտները Հայաստանում արտադրած հնարավոր է եւ կարող է մրցի միջազգային շուկայում։ Ես գիտեմ նաեւ, որ դուք արտահանել եք նաեւ տեխնոլոգիա ու
բաղադրատոմս, հա, ինչ որ արտադրատեսակի, շատ հետաքրքիր кейս է ինքը, կուզենայի մի քիչ դրանից խոսայր, որովհետև դա լրիվ ուրիշ level է, էլի արտահանման։ Մենք իրականում դա հետաքրքիր աշխատանք է եւ երբ որ քեզ դիմում են հենց լավ որակի product ստանալու համար, ճանաչելով քո product-ը, իմանալով քո հեղինակությունը, այդ արդեն գնահատական է, հա։ Հա, մենք ունենք նման փորձ, մի քանի նման փորձ ունենք, երբ որ մշակել ենք product-ներ կոնկրետ շուկաների համար եւ կոնկրետ շուկային բնորոշ հումքերով։ Պետք է ասեմ, որ դա հաջողված համագործակցություն էր եւ մեր գործընկերները մինչ օրս դրական արձագանքներ ունեն այդ մասով։ Ինչիա վերջի տարիներին այսքան զարգացել ու այսքան պահանջված դարել հենց առողջ ապրելակերպը, ինչ են մարդիկ սկսել մտածել իրենց առողջության մասին։ Նայեք, գիտեք ինչ կա, այդ կարանք ասենք Հայաստանում վերջին տարիներին, բայց ասենք դուրսը ավելի շուտ ասկսել այդ ամեն ինչը։ Մենք գիտենք, որ ամեն ինչ Հայաստան ուշ է հասնում։ Այդ ամեն ինչը ինչից սկսեց, երբ որ դա այս վերջի տարիները կոնկրետ, այս վերջի 40-50 տարին, երբ որ սկսեց մեր աշխատանքը դառնալ դեպի նստագայց, չէ՞, արդեն դա սկսեց խնդիրները։ Հետո մահերը սկսեցին երիտասարդանալ, չէ՞։ Կաբրեք, սնունդը փոխվեց, մեր սնունդը առաջվանը չի։ Այսինքն որ դու ինձ ասում ես բաբաս էսի ուդում էր օրը 10 մատնակաշ առողջ էր, ասում եմ այն վախվա մատնակաշը ծորեն հենց կոնկրետ հիմա նույնը չի, վերամշակված, մեջը գլուտենով ավելացրած, դիքը բաներով, որ ինքը շատ արագ աճի ու սրդին դիմանա կամ շոկին դիմանա։ Okay, այդ դրա համար մեր ուտելիքը որ փոխվեց, մեր կյանքի ձևը որ փոխվեց, աշխատանքը որ փոխվեց, սկսեց մարդկանց որ արդեն շատ դարբեր ձևի հիվանդություններ առաջ գալ, այսինքն ինսուլինից բռնած, կոլեստերոլից բռնած, սրտանոթային խնդիրներից բռնած, այդ ամբողջը բերեց մեզ հասցրեց, որ մենք պիտի բայկարենք սրանց դիմաց առողջ ապրելակերպով։ Եվ հիմա մի հատ նոր ուղղություն կա ամբողջ աշխարհում, anti-aging-ա կոչվում։ Այդ ուղղությունը հենց երիտասարդության երկարացման մասին է, ու այն ինչ դու անում ես, այն ինչ սովորացնում ես մարդկանց, դա հենց նաև երիտասարդության այդ շրջանը երկարացնելն է։ Ու այսօր 40 տարեկան տղամարդն էլ կինն էլ, իրանք կարան լինեն բիոլոգիապես 30 տարեկանի, չէ, օրգանիզմով նյութափոխանակությամբ։ Շատ ճիշտ է, սրա մասին ընդհանրապես չի խոսացել, բայց ագին ուսումնասիրության արել եմ դրա մասին, չգիտեմ, ստե եթե կան դրա անալիզներ, թե չէ, կարանք հետաքրքրվենք, ասենք բիշտերեն, թող մտածեն դրա, գործ տանք իրանց էլի, թող մտածենք այս բանի մասին։ Դրսիները որ հետևում են, այո, իրանք ասենք, չգիտեմ, 40-50 տարեկան է, հետո իրա biological բանը տարիքը որ ստուգում են, խոսքի եթե իհարկե մարզված է, իր ուտելիքին ուշադիր է, ցույցադարի 30 տարեկան 35 տարեկան, ու հագարակները կարան, ասենք կարանի 20 տարեկան, գնա հանցնի ու տեսնի ինքը արդեն 40 կամ 50 տարեկանի մարմին ունի։ Այսինքն ես չեմ համարում, հիմա ես սենց ասեմ, ես 43 տարեկան եմ։ Ես ինձ չեմ համարում արդեն որ 43 եմ։ Այո։ Ես կարամ 20 տարեկան հետ մրցեմ ամեն ինչով։ Մի քիչ ավել կարամ անեմ։ Ամեն ինչով։ Հասկացաք։ Այդ է կարևոր դարիքը չի, կարևորը հոգին է։ Այստեղ ես մի հետաքրքիր բան ասեմ, մանո, ես մի ընկեր ունեմ, մենք միասին ենք ինստիտուտը սովորել, ինքը հասակը մոտավորապես 1.70-ա, քաշը 150 կիլո է, հանդիպել ենք, լավ է գործերը, բիզնես ունի մի քանի հատ, ու մեքենա էր առել թազա, մոտ $120,000 փող էր տվել այդ մեքենային։ Ինքն շատ դժվար նստում էր մեքենան, շատ դժվար իջնում էր մեքենայից։ Ինքն շատ ոգևորված է էլի իր այդ գնումով, ասում եղբայր, այս մեքենայի սաղ գումարը ճարի մի հատ բժիշկ, մի հատ մարզիչ, կստացի կանոնել եմ տվել, հա, Տարտուր, ասա արեք մի բան, որ ես ավել քաշս կորցնեմ ու որոշակի մկանային կորսետ հավաքեմ, թե չէ ինչ որ մի պայից ես մեքենայի հետ ռուլի նստելու ես, չես կարող իջնես։ Ու աբսուրդը նա է, որ այսօրվա շատ հաջողակ մարդկանց շատ կայացած մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում իրանց առողջությունը։ Բայց երեկոյան մեկ-մեկ երբ որ զբոսնում եմ ամառը, միշտ մի ժամ քայլում եմ ամեն երեկո ամռանը, տեսնում եմ ռեստորաններում ժամը 10-ին, 11-ին, ոնց են մարդիկ նստած են յուղոտ, հա, երշիկից սկսած, վերջացրած, ասենք, գարեջուր, բան ասենց ամուրս, ու իմ կարծիքով այդ ճոխությունը մենք էլ մեզ չենք կարող թույլ տանք այս տարիքում։ Նայ, շատ սենց մի քանի պատասխան կան, դե սկսենք առաջինը ավտոից։ Ես սենց բան գասեի, քո ընկերոջը գասեի, ինչքան ինքը ասեր 150 կիլո։ 150 կիլոն։ Իրան եթե ես ասեի կովրա, ասենք դու ավտոն արար հաջույք, իբր չգիտեմ որ ցույց տաս մարդկանց, չգիտեմ չէ բան ես անում։ Ես արի այդ $120,000 ինձ պետք չի ավտոյին։ Չի մի փոխարին, ես դրանից շատ ավելի քիչ կվերցնեի։ Ես 6 ամսում իսկականից դրան տրանսֆորմացիա գտայի, որ ասենք ինքը եթե ուզում էր ուշադրությունը գրավել մարդկանց, երկու անգամ ավել էր գրավելու, քան ավտոն։
Այո։ Երկրորդը իր անալիզները կհանձնեն, մեկ էլ 6 ամիս հետո կհանձնեն, ինքը կտեսներ տարբերությունը, ինքը ծրի բուժվելու էր, sense ասեմ, ընդամենը մարզումով, շարժով ինքը բուժվելու էր եւ ճիշտ ուտելով։ Այդ ամբողջը մի հատ դրանք պետք է հաշվի առնել սկզբից։ Okay, ինքը իմիջ չգիտեմ 40 տարեկան կամ 35-ա չեմ կարող ասեմ։ 42, մի 40, ահա, 42 տարեկան։ Okay, 42 տարեկան հիմա ավտոն ունեմ։ Ես եթե դարձա օրինակ չգիտեմ 55 տարեկան եւ ունեմ լիքը խնդիրներ, չէ, աչքերից բռնած, սրտից բռնած, բանից բռնած քեզ արկելեցին ավտո քշելը։ Այդ ավտոնի չանեմ, որտե դանեմ դնել։ Հասկացար, այսինքն եթե sense հարցեր 10 մարդկանց, պիտի մարդկանց ուղղակի բացատրես, որովհետեւ իրանք հասկանան։ Ոչ մեկ չի սիրում sense որ ուղիղ ասում ես մի արա կամ արա։ Դա մեզ բացատրում ձևեր կան, ասենք խոսում ես հոգեբանականը շատ կապ ունի մեր գործի հետ։ Դու դե ունենաս որ կարողանաս մարդկանց բացատրել թե ինչի համար է։ Մենակ ավտոն չի, կյանքի նպատակը։ Կյանքի նպատակը որ ես դառնամ 60 տարեկան, բայց քո ասածերման լինեմ ոնց որ 40-ը, ոնց որ 30-ը։ Այդ է կարևորը։ Դու խոսքի 55-60 հասար, եթե 150 կիլո ես, հաստատ դու 200 կիլո ես դառնալու։ Դրանից հետո մտալու ես ստամոքսդ կդրեմ, հետո մաշկը թուլացավ, հետո ոչ մեկ դեմքի չի նայում։ Մանո, բայց կան չէ՞ մարդիկ, որ ինչ էլ անում են չեն կարող նիհարել։ Օրինակ այդ իմ ընկերը, ես հələ ուսանող տարիներից եմ իրան հիշում, ինքը միշտ էլ ավել քաշ է ունեցել։ Ինչ ասես այդ տղեն փորձեց։ Մենակ ստամոքսի կտրելը չի արել, ամեն ինչ փորձել է, բայց չի նիհարում այդ մարդը, ինչ անի։ Չի լինում տենց որ մարդը ուղղակի չպիտի նիհարի, չգիտեմ, պիտի ապրի այդ քաշով։ Ես մի նախատասություն կարամ ասեմ, եթե դու չես նիհարում, ուրեմն ողջ չես։ Դες բան չի կարող լինի։ Okay։ Քո մետաբոլիզմը չի կարող գանքնի։ Այդ մարդը որ քիզս ես ամեն ինչ արել եմ ու չեմ նիհարում, սուդա։ Այսինքն ընդ ունեն կորձիկներ։ Իհարկե չգիտեմ ինչքանով ինքը ամբողջը արել է, ստուգել է, այսինքն չգիտեմ ճիշտ բահել է սննդակարգը, ճիշտ կալորիան բահել է, օրինակ, էդի մեկ։ Երկրորդը մարզվել է ճիշտ։ Երրորդը ստուգումներ արել է արդյոք։ Հնարավոր է, որ ասենք եթե ինք ունի ինսուլին դիմադրության խնդիր, այսինքն հաստատ եթե ինքը շատ չաղա, 1,000,000% ինք ունի ինսուլին դիմադրության խնդիր, լյարդի ջարբագալու, որը դրանք իրանք խթանում են քաշը գործնելուն։ Խանգարում են քաշ գործելուն։ Բարդաթիր։ Խանգարում են։ Ասենք օրինակ եմ ասում, եթե ինքը պիտի ամսում իջնի 5 կիլո, կարող է իջնի 1 կիլո։ Այդից ազդում է վրան։ Ուբերս ունի վիտամիններ։ Եթե դեֆիցիտ է, այլ դժվարանում է մեր ամբողջ աշխատանքը, այսինքն երգատը, ֆերրիտինը, մեկ էլ վիտամին D-ն։ Եթե սրանց մեջ դեֆիցիտ կա, կոմոդերի դժվարանում է քաշ գործնելը։ Այս սրանք էլ ասենք տեստուգեցինք, դզեցինք անցանք։ Հետո, եթե դու 8 ժամը չես քնում, մարդիկ գիտեն բան է, էլի ուղղակի ասում են, էլ լսել ենք ասում են։ Ես ինչ խոսում եմ պրակտիկայից, մեկ անձնական փորձից։ Այդ օր որ ինքը 8 ժամը չի քնում, այդ օրվա ուտելիքը մնաց վրան։ Դենց ասեմ քեզ։ Այսինքն գիշերը կարևոր հորմոններ կան, որոնք չեն արտադրվում, հորմոններ կան, ինքը քնի ժամանակ են բարձրանում, ինքը կոչվում է գորմոն ռոստ ռուսերենով, աճի հորմոնը։ Ուրեմն, էդի գիշերն է խեղճ աշխատում, երբ որ դու խորը քնած ես, դնում ժամը 12-ին։ 2 ժամ 3 ժամի կլավ բարձրանում, քո մարմինը վերագանքտման բանն է, ինքը պատասխանատու հորմոնն է։ Եթե դու խորը չես քնել, դու էդի չբարձրացավ։ Էդի չբարձրացավ, քո մարմինը չվերագանքտվավ։ Okay, ու էդի որ բարձրանում է իհարկե, եւ որ դու սնունդ չկա քո մարմինի մեջ, ինքը օգտվում քո ջարբերից վերազդում է կալորիաների, քո մարմինը աշխատում, այսինքն վերագանքտում է ջարբի կալորիայից։ Այդպես դու կստես նիհարել։ Եթե դու չքնեցիր, մոռացիր նիհարելու մասին։ Okay։ Կարևոր գեդերից մեկն էլ ջուրը։ Ջուրը արագացնում է մեր նյութափոխանակումը։ Դե ջուր չես խմում, հագարակ այդուցվում ես։ Սկսում ես ավելի շատ քաշ հավաքել, հորմոնի խանգարումներ։ Այս գործոնները եթե սաղ դեղն է, չի գարա մարդը չնիհարի, դες բան չկա։ Իմ պրակտիկայում չի եղել դες բան, որ մարդը չնիհարի։ Չկա, ասում եմ, չես նիհարում, ողջ չես։ Ամենահետաքրքիր քեզը ինչ ա եղել, քանի կիլո է իջել մարդը։ Ունեմ 30 կիլո, 40 կիլո։ Ինչ ժամանակահատվածում։ Նայեք, մի հատ բիզնեսմեն ունեմ, Վիրավը, Հարությունյան, կոնկուրսերին մասնակցել է, ասել է ճանաչում է քեզ։ Ուրեմն 6 ամսվա ընթացքում 30-35 կիլոգրամ իջել ենք։ Այդ մարդը մի կպած պարապում է, որ այդ մարդը միջև իմ մոտ գալը ամբողջ օրը իր միակ դարդը ուտել խմել, ցես փոխում էր դեղերով։ Հասկացա։ Լավ, արի մի հատ միասին, քանի որ ես էլ եմ այդ թեմայի մեջ շատ խորացած հիմա վերջի տարիներին, իրար հետ արի 10 գործոն ասենք, որը մարդու երիտասարդությունը երկարացնում է։
Մի հատ դու ասա, մի հատ ես ասեմ, ու եթե իմ ասած այդ համաձայն չլինես, կարաս հերքես, այդտեղ գլխավորը դու ես։ Խնդիր չկա։ Okay։ Սկսենք քեզանից։ Առաջի գործոնը երիտասարդությունը երկարացնել, օրինակ, չգիտեմ, 45-ում էլ 50-ում էլ 60-ում էլ որ մարդը գործարարը իրանց գա առույգ տոնուսի մեջ, երանդի մեջ, նոր պրոյեկտներ անելու հավեսը տեղը, աշխատունակությունը տեղը, ամեն ինչ ոնց որ Գլխավորը սնունդն է։ Okay, առաջինը ճիշտ սնունդ։ Գլխավոր սնունդն է, որովհետև եթե ջարբերը ճիշտ ուտենք, մեր հորմոնները լավ է աշխատում, մեր ուղեղը լավ է աշխատում։ Եթե ածխաջրերը ճիշտ են ուտում, մեր էներգիան տեղն է լինում, ոչ մի բան չի լինում։ Եթե սպիտակուցը ուտում ենք, մեր մկանները բահբանվում են։ Այսինքն մեկ մյուսի հետ է կապված։ Ընտիր, այսինքն առաջինը սնունդը։ Առաջինը սնունդն է գալի։ Okay, ես ասում եմ նաև գումարում եմ դրան անոթների առածկականությունը, ըստ տարբեր հետազոտությունների, ինչքան մարդու անոթները, երակները առածկական են, այնքան ինքը երիտասարդ է։ Ու դա երիտասարդության կարևոր բաղադրիչներից է, ու ես ինքս դրան հասնում եմ ամեն մարզումից հետո սառուտակ ցնցողով։ Պարտադիր 10 րոպե մարզումից հետո դա առանձին մի հատ մարզում է։ Սառը տակ, սառը տակ, սառը տակ, ասենք 30 վայրկյան սառը, 30 վայրկյան տակ։ Ու ինչքան անոթները իրան կարում են արունը մղել ավելի ազատ, ավելի թեթև, այնքան մարդը ավելի երիտասարդ է մնում։ Նա եւ որ 30 վայրկյան ասեցիր, այնտեղ էլի ինչ-որ խելքի մոտիկ մի բան կա։ Նա մեր սպորտաձևում, եթե քո նպատակը մգան աճացնելն է, մգանային զանգված ձեռք բերելն է, ես ասում եմ չի կարելի բարաբունքից հետո սառը ջրով լողանալ։ Ինչ ամ, բայց ես գիտեմ որ դու տեկվանդո էր։ Muay Thai, հիմա Muay Thai։ Հիմա Muay Thai չես զբաղվում։ Ձեր ուրիշ է մի քիչ։ Ձեր դեպքում հնարավոր է։ Սառը ջուրը։ Ինչո՞վ է խանգարում մկանները սառը ջրին։ Բացատրեմ։ Մենք երբ որ մարզվում ենք ուժային մարզումներով, մեր մկանները ստանում են տրավմա, չէ՞։ Okay, իրանք բորբոքումներ են առաջացնում։ Եվ որ մենք գալիս ենք ու մեզ բեք չէ այդ բորբոքումները կանգնին։ Պետք է շարունակվի։ Okay։ Որպես մկանային աճ ունենանք։ Հասկացա։ Սեդը կբացատրեմ ինչպես։ Ուրեմն, երբ որ մենք գալիս ենք սառը ջրով մտնում ենք լողանալու, այդ process-ը կանգնում է։ Այդ բորբոքումների process-ը կանգնում է, կանգնացնում է այդ սառը ջուրը։ Հետաքրքիր է։ Մացակ, այսինքն մեզ բեք չի։ Մեզ պետք է դակ ջրով լողանանք, ելնենք դուրս։ Բայց այլ օրեր կարելի է անել սառը։ Այլ ապրես, ես խոսում եմ կոնկրետ բանից, մարզումից հետո։ Իսկ դու համաձայն ես անոթների առածկականությունը, որ Էդի կարանի ձեր դեպքում։ ահա Այսինքն այդ մարդիկ, որ ասենք հեծանիվ են քշում, չգիտեմ ինչ որ մարդարվեստական բաներով են զբաղվում, սպորտով կամ լերմակլցո, օքեյ։ Okay։ Իրանց համար օքեյ, բայց կոնկրետ խոսեցի, կոնկրետ մկանային աճի համար։ Սառը ջուրը կանգնացնում է։ Այս բեք չի, ինչ համար ասենք բոքսը որ բարաբոն մտնում ակամից սառը ջրի մեջ։ Հա։ Մարմինը միակամից ստոպ ա տալի, всё, բրծավաներ։ Հետաքրքիր է։ Լավ, բայց ամեն դեպքում կորտիզոլն էլ է ցածր պահում սառը ջուրը, ճիշտ է։ Սառը ջուրը բաղում է կորտիզոլը ցածր։ Նու սառը տակի բանը, կոնտրաստը։ Հա, բայց նայած դու լոկանքից հետո ուր ես ելնել ու այդ էլ գաբունի։ Այդ բանը դու կանգնացրեցիր, օքեյ, բայց հետո եթե էր ավելի տաք կամ ավելի սառ դեղը, ասեք դե արդեն կարող խանգարում դա։ Անտիր։ Okay, մի բան դու ասացիր, առողջ սնունդ, անոթների առածկականությունը ես երկրորդ։ Երրորդը քո երրորդն է։ Ջուր։ Շատ ջուր։ 2 լիտր։ Մաշկիդ որակը, մազերը, դիոնքը, արյունը ջուր։ Ամենակարևոր գործոնը ջուր։ Քանի լիտր։ Դե մենք սենց ենք հաշվում մոդավորե սովորական մարդունը իր ամեն 1 կիլոգրամ քաշին անգամ 30-35 միլ։ Հա, միլ, okay։ Դրա դες հաշվեք արդեն մոդավորից դուրս է գալի թե ինչքան ջուր պետք է խմեք օրը։ Դե իմ ասելու եմ, մեկ չենք կարող խմեք, չի կարող, իմ մարմինը չի բանջում, բիշ կացել է ինչքան միտեղ գարտացել եմ, ես ինչքան պետք է այդքան խմի։ Ես ասում եմ, եթե դու թողես քո մարմնին, եթե դու իրան երկրորդ ջուր չտաս, 5-րդ օրը սովորում է։ Մենք դեսես արդեն մաշկը սկսեց չորանալ, ինչի համար։ Այո։ Սենց պիտակում մաշկը, ինչի համար ջուր չես խմում։ Մարմինը ադապտացվում է ամեն ինչին։ Ասեք դու սովորացրեցիր մարմինիդ, որ ջուր չեմ խմում, ջուր չկա։ Ինք ադապտացավ դրան։ Նույնն է դա, եթե սոված մնաս օր մի անգամ ուտես, մարմին սովորելու է։ Այդ ժամին ասկսելու քեզանից հաց ուզի։ Դու ոնց սովորացնում ես, դենց է լինում, ասո չկա դենց բան, որ մարդը ասի մարմինը բանջում է կամ չի բանջում։ Չկա դենց բան։ Ջուրը պիտի խմես։ Այդքան բան։ Okay, չորրորդը ասեմ, իմ կարծիքով մետախոնդրիաների աշխատանքը ու քանակությունը, որը տարիների ընթացքում նվազում է, ու եթե օրինակ դու դիմացկունությանը ուղղված վարժություններ ես անում, ասենք ամբողջ մարմնի կրոսֆիտ ես անում կամ օրը 1 ժամ քայլում ես, մետախոնդրիաները իրանք շատ են լինում, ակտիվ են լինում, նաև նյութափոխանակությունն է բավական ինտենսիվ լինում ու ավելի հեշտ է լինում ճարպայրել։ Եթե օքեյ ես սրա հետ, իրան որպես չորրորդ, հա, չորրորդ կետ ընդունենք։ Այո, ինքը մարզումներ է, կամ քայլելն է, բոլորը ակտիվություն է, որը պետք է մեր կյանքում։ Այսինքն, որ ես ասում եմ,
Դաժե դրանք դարանջատենք իրար ինձ Գրիգոր ջան, այսինքն մարզումները օրինակ կարանք դրենք մի գեդում, ինչի համար, որտեղ մենք բաղում ենք մգանները մեր առողջությունն է, մեր աբակայի բանն է, sense ասեմ, ապահովագրությունն է, Այո։ այսինքն որպես դու չունենաս, չգիտեմ, սուստավների ցավեր, ծնկների, բոնաշարի ցավ չունենաս, քո մգանները պիտի բահբանես, դες մնում ես առողջ, երիտասարդ։ Մի քայլ, մի գեդել, կարամ դնեմ առանձին քայլելը։ Այո։ Այդ առանձին քայլերը, ես միշտ ասում եմ ժողովուրդ, ես որ ասում եմ հելեք քայլեք, ես չեմ խոսում որ դուք նիհարեք կամ չեղանաք քայլելով, չկա դենց բան։ Ես խոսում առողջության մասին։ Ուզես շաքարը դիշնի, ուզես քոլեստերոլ դիշնի, նայեք ասված ինչ մեխանիզմ աստեցել։ Ընդամենը քայլելով շաքարը նվազելու է, քոլեստերինը նվազելու է, սերտանոթային խնդիրները նվազելու են։ Ընդամենը քայլելով։ Դրա համար ասում եմ, քայլերը մի խառնեք մարզվելու հետ։ Քայլեք ամեն օր ձեր 7-ից 10,000-ը, պլյուս շաբաթը 2-ից 3 օր մգանային զանգվածքը բահբանելու կամ աճացնելու համար գնա ուժային մարզվի։ Այո։ Ընտիր, դե քայլել ասացիր դու հաջորդ Քայլել։ Ընտիր, ես ցանկանում եմ ավելացնել թթվածնի առավելագույն սպառումը, որպես էլի հատուկ ցուցանիշ երիտասարդության, ինչքան միավոր ժամանակի մեջ մարդու սաղ օրգանները, սիրտը, թոքերը, արյունատար համակարգը կարում է թթվածինը սպառի, հա, այնքան այդ մարդը ավելի երիտասարդ է, նույնիսկ հիմա աշխարհում առանձին դրաղողության մարզումներ կան, հենց թթվածնային մարզումներ, որը որ Շնչառություն ճիշտ է, շատ ճիշտ է։ Հիմա դա մոտ անգել, հիմա ես արդեն իմ բաների մեջ գրում եմ, որ կուրսերը դալիս եմ, ոսկե չգիտեմ, ասում եմ բարաբունկը բրձավ, օրինակ չգիտեմ, ոդ արից էր բրձավ այսօր, վերջում 10 րոպե շնչառության վարժություններ։ Ես արդեն մտցրել եմ էդի գամած։ Okay։ Հետո երբ որ ինձ հարցնում են, ասում են մարզասրահում ինչն է կարևոր գեդը, մենք դրան ուշադրություն դարձնենք, ես ասում եմ մակրությունից առաջ ներս մտիր ու նայ թթվածին գա թե չէ։ Հա, իհարկե։ Դա ավելի կարևոր։ Ինձ համար մակրությունից ավելի կարևոր է, որ ներսը լինի թթվածին։ Այսինքն օտափոխումը նորմալ լինի, չգիտեմ, բադուհանները, էսի սա նորմալ լինի, ինչի համար։ Երբ որ դու բարաբում ես մի դե որ թթվածին չկա, դու ոչ ոք չես ստանում։ Առաջին ջարբերը չի վարվում, որտեղ մենք շնչում ենք մեր մարմինը ստանում է թթվածինը, եւ որ արտաշնչում ենք, այդ ժամանակ մեր կալորիաները վարվում է, ջարբերը դուրս է գալի դենց ածխաթութներով։ Այսինքն մարդիկ կարծում են ասում քրդնելով, զուգարանով, չէ, ասում չկա դες բան։ Ընդամենը շնչում ես, արտաշնչում ես դու բան։ Դրա համար թթվածինը շատ կարևոր է մեր կյանքում։ Ես քեզ մի հատ հետաքրքիր լայվ խակ ասեմ, երբ որ եղանակները տաքանում է, ես կասկադի աստիճանների ներքևից բարձրանում եմ վերև, այն վերևի հատվածը 10-15% աստիճանների մաքուր է տեղի թթվածինը միտից լիաթոք կարելի է շնչել։ Այսպես բարձրանում։ Տարբերություն զգում ես, չէ՞, դեռ չես հոգնում, չէ՞։ Հա, ու ես մի անգամից զգում ես, որ սաղ օրգանիզմը դե թթվածինը գնում է ու դու դրա բացի ճնշումներ է գցում։ Դու մարզասրահում եթե մարզվում ես, օրինակ ասում, եթե չի լինում թթվածին, ճնշումդ գցում է մի անգամից։ Դա նորմալ է։ Դու շատուն դարձեք թթվածինը շատ կարևոր շնչառությունն էլ, ինչպես ասացիք, արդեն կարան ներառել մարդիկ կամաց կարանք սկսենք դրա մոդան մտցնել կամաց։ Հա, բայց նայ, այստեղի կարևոր մի հատ բան կա։ Ուժային մարզումներից ես օրինակ իմ մարզումները ոնց եմ կազմակերպում, ասեմ դու էլ կասես, հա։ Շաբաթը 2-ից 3 անգամ անում եմ ընդհանուր մարմնի ֆիզիկական վարժություններ, օրինակ կքանիստան նույն ծագանա բազային բոլոր վարժությունները 6-ից 7 հատ բազային վարժություն ու արանքը լցնում եմ նաև այն մյուս վարժությունները, որոնք օրինակ երկրորդային մկաններին են վերաբերում։ Այսինքն շաբաթը 3 օր ամբողջ մարմնի ուժային վարժություն։ Օրինակ կան վարժություններ, որոնք նույնիսկ մի քանի պատխոդ ավել եմ անում, օրինակ նույն ծագան, նույն կքանիստը 3-ից 5 պատխոդ անում եմ ամեն մարզման ժամանակ։ Այդ ընդհանուր քո ասած մկանային կորսետի համար։ Հաջորդ օրերը անում եմ Muay Thai եւ Muay Thai-ից բացի նաեւ առանձին մի հատ կտոր կա, այդ ինտերվալնի պարապմունքներ են, արագաուժային մարզումներն են, որտեղ 20 րոպե օրը նույն Տաբատանա հայտնի պրոտոկոլով Հիտ կարդիո է կոչվում։ Այապրես, հա։ Հիմա ֆիզիկականը բանը այն մարզումները, որոնք ընդհանուր վինոսլիվս է, հա, այսպես ասած, դա են սպորտում դա կոչվում է դիխալկա։ Բանն էլի շնչառական ամբողջ քո ապարատը մարզվում է, ու իհարկե ոչ միայն։ Muay Thai-ը, որը էլի ամբողջ մարմնի մարզում է, ավելի մոտ սրան, եւ 1 ժամ քայլելը ամեն օր, հիմա ցուրտ է կոմֆորտ չի քայլելը։ Ես շարաչարգ եմ, դասում շենքի աստիճաններ էլի չի։ Հա, էդ էլ է, իհարկե, լրիվ համաձայն եմ։ Եվ սառտակ ցնցուղը, այս բոլորը իմ կարծիքով, որ մեկն էլ ես հանեմ, այնտեղ բանա պակասելու։ Բոլորը ինչ որ մի հատ կարևոր դեր են կատարում։ Մենակ պետք է նենց անես, որ չափից շատ չմարզես, որ կորտիզոլը չբարձրանա։ Նայ, գանք մեկ-մեկ, երբ որ դու մարզեցիր շաբաթ 2-ից 3 անգամ ուժայինը,
total body արեցիր, full body-ն արեցիր, okay, հասկացա։ Արդյոք բաժանեցիր ամբողջ մկանները հավասարաչափ։ Փորձում եմ, հա։ Իտո էլի մարի չեմ Սխալ բան չկա, ինձ որ ասում են խոսքի այսօր դոշի օրա, այսօր չէ, չկա դենց բան դրա մկանել անցել։ Ես էլ եմ անում ծրագիր, որ գոչվում է push pull legs, այսինքն հրո մկանները, ձգո մկանները, մեկ էլ ոտքա առանձին։ Դենց եմ բաժանում, ես էլ դենց ավելի հարմար է ինձ էլի, կարող եմ հասցնեմ։ Կարևոր որ դու բոլոր մկանախմբերդ բաժանես, բոլորը անես այդ 3 օրում։ Ահա։ Ոչ թե ու չլինի մեկ մյուսից էլ ավելի։ Ահա։ Okay, ուժանի դեպքում էսի կարամ ասեմ։ Իսկ հաջորդը ինչ որ դու անում ես Muay Thai-ում, քայլելա, մույսը, դրանք դիմատրուական բարություններ են, որը okay է, այդ կամ մկանային բանի չկա, էլի, տրավմա չկա այնտեղ։ Դրանք okay է։ Բայց ըստեղ մի հատ խնդիր ունենք։ Իմի կարող է քո մարմինը արձագանքում է քեզ, դիմանում է այդ կանին։ Կարող ուրիշին չդիմանա։ Դրա համար ես միշտ ասում եմ, դու նայ եթե զգում ես որ դու հոգնած ես, մի արա։ Հանգստացի։ Մի մարմինը հանգստացրու։ Կամ եթե տեսնում ես որ 3-4-5, ես սենց ասեմ քեզի, այս գործերից որ այսքան ամեն ինչի մեջ չեմ մտնում, չէ բլոգը, SNN, ես շաբաթը մարզվում եի 5 օր։ 5 օր ուժային մարզվում էի։ Լրիվ առանձին էի բաժանել մկանները, այսինքն չգիտեմ, դոշը, մեջքը, բայցեպս, տրայցեպս, ոտք առանձին ամեն օր մարզում էի 45 րոպե մի ժամ միջև։ Բայց հիմա զգացի որ չէ, չեմ վերագանքնում։ Մարմինս չի հասցնում վերագանքնի, որովհետև դեմ 5-ից զարտում եմ 16 ժամ ոտքի եմ, մի քիչ ուրիշ այլ էլի առաջ դենց չէր։ Դրա համար իմ աճացրեցի 3-ի։ Այսինքն լսիր քո մարմինին։ Ինչի համար, երբ որ դու overtraining-ը այդ ավելորդը որ արեցիր, 1, 2, 3 դու հիաստապվելու ես։ Երբ որ զգացել քո վրա էներգիա չկա, ուժ չկա, դու հիաստապվել ես, ամբողջ չթողես։ Հա, համաձայն եմ։ Դա որ բեք չի զարեոտունի, մենք քո մարմին ասենք վերագանքնում է, հասցնում է, դու քեզ դավես զգում, okay։ Բայց երբ որ զգացիր որ չէ, քեզ դանում է, մի արա։ Մանո լրիվ համաձայն եմ, արի ես մեր 10 ցանկը ավարտենք, լիքը հարցեր եմ մոտ գալիս, որ կտամ քեզ, քանի որ ասեցի 10-ա 10-ենք, վերջինը նշեցինք շնչառությունը երևի թե շնչառությունը քո երթնա դու ասա ուր ենք հասել ինչ մնացն դե շատ կա իմ կարծիքով հիմա ուղղել չի աշխատ կա ծարաբերված է որ հերոստալիկից եմ գալին դա արդեն եկան խոսացել այ լավ մի հատ ես օգնեմ դավայ հենց կոնկրետ վզի մարզանք մի վարգան հիշեցի ամենակարևորը ամեն 6 ամիսը անալիզներ հանձնեք հա օքեյ ամենակարևոր, դա է կարևորներից մեկը։ Ամեն 6 ամիս, երբ որ դու դարձար 30+, գնա ամեն 6 ամիսը դու անալիզներ հանձնի, որտեղ 30-ից հետո մեր բոլոր հորմոնները իջնում են ամենածածր մագարտակին, okay։ Նայած մարդը կարող ավելի իջնի, մարդը okay մնա, սո գնա հետևիր քո հորմոններին, հետևիր վիտամիններին, որտեղ դրանք շատ կարևոր են, այսինքն դու հորմոնը տեստեստերոնը եթե իջավ, արդեն հա, ուժը իջավ, չգիտեմ, ցանկությունը իջավ, ամեն ինչ իջավ։ Սո հետևեք ճարպայրում իջավ ամեն ինչ, տեստեստերոն գլխավոր բանն է։ Համաձայն եմ։ Okay, հիմա տեստեստերոնի հետ կապված մի հատ տեխնիկական վարություն ասեմ, վզի մարզանքը, որ հենց վիզիտ ես մարզում, որի արդյունքում ուղեղն է լավ սնվում արյունով ու արյան մեջ ինչքան սնունդ կա, քանի որ ուղեղի մեջ կա մի քանի գեղձ, որը ամբողջ մեր նյարդային համակարգը, գեղձերը, էնդոկրին համակարգը ինքն է կառավարում, այդ հիպոթալամուսն է եւ էպիֆիզն է։ Այսինքն եթե ուղեղը ճիշտ է սնվում, լավ է սնվում, արյան շրջանառությունը լավ է, ինքը ամբողջ օրգանիզմի այդ թվում նաև տեստեստերոնի արտադրությունը նախափուլում սկսվում է հենց ուղեղից։ Եվ եթե քո վզի մկանները մարզված են, քո ուղեղը շատ լավ է սնվում, թեթև է արյան շրջանառությունը ազատ է տեղի ունենում եւ դա ամբողջ օրգանիզմի վրա ազդում է։ Եթե կոնկրետ խնդիրը ստե արյան շրջանառության խնդիրն է, այսինքն մեր վիզը ասելով, եթե մեր մոտ էս բարանոց հետևի մաստել նորմալ եղավ, ինքը նորմալ է, մենակ վիզը չի, ասենք վիզը վարժելով եսիմ այդ մեկը ճիշտ չեմ գտնում։ Եթե կոմոդ ասենք տրապեզիաները նորմալ է, ասենք ընդ ստե խնդիր չունես վզի հետևից, ընդեղից է գալի շրջանառություն ավելի շատ արյան։ Հա, դե պետք է մարզես, ինքը ոչինչ չանելով, այս գլուխը բնական շարժվում է, ասեմ, ես կյանքում չեմ մարզել, սենց ասեմ, էլի կյանքում չեմ մարզել իմ վիզը, չի եղել այդպես բան։ Ասենք հա, կան սպորտաձևեր, որ իրանք մարզում են կոնկրետ, ասենք ըմբշամարտիկները, բան իրանք մարզում են, բայց ես կյանքում մարզած չկա, բայց պարկ ասում, տեստեստերոնը դեղն է։ Այ բայց ուրիշ բան ասեմ, դու ամեն ինչ որ ծանրություն ես անում, այդ արդեն էլի բարձրացնում է քո տեստեստերոնը։ Լուբոյ բարձր, ինչ ուզում ես արա, մի ծանր մի բան անես, ինքը էլի բարձրացնելու է, մեկը ճիշտ սնվել է, դա է կարևոր։ Համաձայն եմ։ Եթե ջարբ չես ուտում,
ոչ մի հորմոն դե չի աշխատի։ Չէ, դա իմ կարծիքն է, ոչ թե կարծիքն է, իմ ուսումնասիրությունն է։ Ճարպերի քանակը պետք է տեղափայել։ Ну, ամեն ինչա պետք է տեղափայել իհարկե, բայց ճարպերը կոնկրետ հորմոնների դեպքում առաջին տեղում է։ Դե կոնկրետ վզի վարժությունը դες մի քիչ բան չարեց էլի ինձ։ Կայացած բիզնեսի այդ փուլում, երբ որ դու բիզնեսը փակում ես, ամենամեծ մարտահրավերը քո կողքի շրջապատի կարծիքն է, որ քեզ նայում են, ասում են, «Всё, ինքը վերջ»։ Անհաջողական ինքը։ Էս գիտես, ինչքան մեծ համարձակություն է պահանջվում մարդուց, որ ինքը էս հաղթահարի, որտեվ իրան, երբ որ նայում են այդ աչքերով, երբ որ դու հաջողակ ես, քո կողքը շատ մարդիկ կան, բայց երբ որ դու միջանկյալ մի հատ Սևակի ասած, ես աղավնու նման եմ, հա, վերև բարձրանում, ուրախացնելով գուցե շատերին, որոնք իմ հերթական անկումը տեսնում ու ամեն անգամ հաշվում են դա վերջ, բայց ոչ թե սկիզբ մի նոր վրելքի։ Այդ ներքևի պահին դու լիքը մտերիմներ ես կորցնում։ Անհաջողակի պիտակ է ստանում։ Հա, դու դա պետքա պատրաստ լինես տանես։ Դա է երևի ամենամեծ մարտահրավերը, որովհետև դու ստեղ սովոր ես մեծ շրջապատի, մեծ ընկերների, ովքեր քո կողքն են, որովհետև հաջողակ մարդու կողքը բնականաբար ավելի շատ մարդ է հավաքվում։ Եվ այս էտապն է ամենածանրը, որ լիքը մարդ քո կողքից գնում է, ու լիքը մարդ քեզ նայում է, որ դու ձախողվեցիր, բայց եթե դու կարողանում ես դա անցնել, քեզ մեծ հաջողություն է հետո Դեռ սպասում։ կյանքի դաս է։ Իմանում ես ով է իրականում քո կողքը։ Հա, ես ես վերջում մի ընկեր ունեմ, ով Ռուսաստանում է ապրում, լրիվ պատահաբար իմացա, որ մեծ խնդիրների մեջ է, տենց օթից պատմության մեջ էր հայտնվել, ամեն ինչ կորցնելու բանի մեջ էր ու տենց պատահական իմացա։ Մի անգամից առաջին իմպուլսը որ եղավ, համարը գտնեմ, որտեվ լրիվ մեկուսացրել էին իրան, հա, կապը շատ դժվար էր իր հետ, կապի միջոց տվեք, ես պիտի իր հետ խոսամ։ Գտա այդ միջոցը, զանգեցի, ասի, բրատ, ասի, սա էտապ է, вообще չմտածես դու անցնելու ես, էլի, այսինքն այն հակառակ է այն բանի, որ մարդիկ գնում են, ընկերները գնում են, ինքն էլ ասեց, լսի, ասեց, երևի այն քիչ ընկերներից մեկն ես դու եղել, ով այդ պահին իմ կողքն է եղել, որտեվ ես հասկանում եմ, որ այդ պահին դու պետք է մարդուն զանգես, ասես, ընկեր, դու անցնելու ես սա։ Քաջալեր ես, հա։ Բացի քաջալերել, իրան այդ պահին ռեսուրս է պետք, դու պետք է ասես, չգիտեմ, դու այդ պահին գտնվում ես ավելի լավ վիճակում, հա, դու երբեք դու չգիտես հաջորդ քայլում քո հետ ինչ կլինի։ Ու փառք Աստծո 2 ամսվա ընթացքում այդ պրոցեսներ եղան, որոնց նաև ինչ որ չափով ես մասնակցեցի, ընկերս ամբողջությամբ դուրս եկավ այդ վիճակից ու փառք Աստծո հիմա լրիվ մաքուր էջից մի հատ շատ լավ բան է ստեղծել ու Էներգիա է տվել, էներգիայով կիսվել ես։ երբեմն մարդուն այդ մի քիչ այդ բոքսիր բառը հայերեն չգիտեմ ոնց է կոչվում, այդ երբ որ դու խրվել ես այդ ցեխի մեջ, քեզ մի հատ տալչոկ է պետք, մի հատ այդ տալչոկ անող մարդիկ իմ կյանքում եղել են տարբեր էտապներում, ես իրանց սաղ կյանքս եմ հիշում, էլի, բայց կան իհարկե մարդիկ, ովքեր հենց այդ պահին դու խրվում ես, միջև կողքը տեսնայում չկան արդեն։ Ուրախանում են։ Հա, եւ էս էլ կա նաեւ ուրախանում են։ Այ ամենամեծ չելենջը, որ դու ասում ես, դա է, որ դու կարողանաս ապրես նաեւ այն, որ քեզ կողքից նայում են ու ասում են, այս մարդը անհաջողվեց, անհաջողակ է, կորցրեց եւ այլն եւ այլն։ Այ եթե դու դա կարողանաս հաղթահարես ու հաղթահարես նաեւ այն մարդկանց կորուստը, ովքեր քո կողքից գնում են, սոժե դու մարդ ես, չէ՞, բոլորի հետ էմոցիոնալ կապ ունես։ Միգուցե ինչ որ բան ես ակնկալում, սպասում ես, որ քեզ ձեռքը մեկնեն կամ բան, դու հասկանաս, որ չէ, դու խրվել ես ու պետք է հելնես, դա կոնտրաստ ճանապարհն է։ Լավ, որ մի քիչ լավ բաներից խոսենք։ Գնացինք։ Երբ որ բիզնեսը նոր ես սկսում, արի ենթադրենք երկուսն էլ հաջողելու ճանապարհ է։ Եվ սկսնակը եւ ասում եմ կայացածը։ Այ արի այդ դիտարկենք, որ ոչ թե պետքա մեկը փագվի, փագես, այլ երկուսն էլ աճելու մեծ պոտենցիալ ունեն այդ մարտահրավերները։ Ինչ ես կարծում, ես Այդտեղ ինչ մարտահրավերներ կան, հա։ Հա։ Երբ որ բիզնեսը ստացվում է։ Մի քանի կետով կարանք sense ասում եմ։ Դավայ, եթե դու իդեա ունես, ասա, միջև ես իդեա ունեմ։ մտածեմ։ Միանշանակ։ Երբ որ սկսնակ է բիզնեսը, իմ կարծիքով ինքը խմորի նման է, դու կարող ես իրեն կամ պլաստիլինի պես դեռ չորացած, չի կարող ես քո ուզած ձևը տաս։ Այսինքն բիզնես process-ները, կոնցեպտը շատ ճկուն է, կարաս այդ ժամանակին, այսինքն այս դարին համահունչ բիզնես սարքես։ Ասում հակառակ կողմում կայացած բիզնեսը դու այդ նույնը չես կարող, այսինքն արդեն կարծրացած, պինդ, քեզից եմ նաև լսել կոլեկտիվ անգիտակցականի sense շատ ուժեղ մեջը բերով ընկերություն է, հա, չգիտեմ, մերը 30 տարվա է, 20-30 տարին է տարի կլինի, 25 տարվա է, որ սկսեցի լուրջ զբաղվելը, ու օրինակ շատ դժվար էր կարծրացած այդ ընկերությունը, որ ունի շատ մեծ իներցիա, այսպես ասած, բայց դու իրան միջև մի բան ուզում ես քանդես, նորից սարքես, փշրվում է այդ ամեն ինչը, հատիկ առ հատիկ սկսում ես սարքել, այսինքն ճկունություն չկա։ Այո։ Այդ երկու լավ ու վատ կողմերն է։ Բայց հակառակ կողմով մեծ բիզնեսը ունի այդ ասածի մեծ թափը, այսինքն ունի բավական մեծ ներուժ, ու եթե կոմոդ ստացվեց իրան ոտքի կանգնացնելը, այդ OGG-ն շատ ավելի բարձր կարելի, քան սկսնակինը։
Այսինքն դու ունես cash flow, այդ cash flow-ն կարա սարքես շատ արագ դրական։ Եթե այնտեղ պետք է տարիներով աճացնես, ստեղ դու կարաս մեծ բան փոխես, մի քանի բան, որը այդքան էլ հեշտ չի, ստանաս շատ մեծ cash flow, ընդամենը մի տարում, Այո։ որը ստարտափը կարող է օրինակ չստացվի։ Դա կարծում եմ երկրորդ առավելություն եւ բան, ոչ առավելություն։ Ըստ իս եղած բիզնեսը եթե վատ վիճակում է, փոխելը ավելի դժվար է իրականում։ Այսինքն ինքը շատ մեծ մարտահրավերներ է ու շատ ուժեղ էներգիա է տանում։ Սկսնակ բիզնեսը քեզ էներգիա է տալի, որտեվ այդ հավատը, ինտուիցիան, հավատը քեզ լցնում է։ Իսկ այնտեղ խնդիրներ է ստանում, անընդհատ ու փոքր խնդիրներ չէ, էլի, փոքր ասելով շատ մասշտաբային խնդիրներ է, որը քեզ կարա շատ հեշտ հանի այդ բանից, այսպես հավասարակշռությունից քեզ կարա հանի։ Եթե ես լինեի, կգերադասեի երևի թե նորից բիզնես սկսել, քան եղածը, այսպես ասած, կարգավորել, որտեվ եղածը պատկերացրու մեքենա է, հա, կգերադասես, չգիտեմ, նոր թափթազա, այսպես ասած, սալոնից անած մեքենա, թե հին ու բայց լինի ինքը միջին դասի, հա, չգիտեմ, թե լինի շատ լավ, չգիտեմ, Mercedes լինի, բայց որի հիմքը ժանգոտ է։ Իսկ դու պետք է ժանգի այդ բանից, եթե ժանգը չվերացնես, ինքը միտեղ դուրս է գալու։ Համաձայն եմ։ Ես կնախընտրեի օրինակ նոր մեքենա, հա, նույնը բիզնեսի մասով, բայց իմ դեպքում ինձ էմոցիոնալ կապը պահեց, այսպես ասած, այդ ընտանեկան արժեքը, որ ասում եմ, շարունակելու մեր ընտանեկի Դե բիզնեսը։ ինչի հենց դու, որովհետև դուք ձեր եղբայրները, չէ, 3 եղբայր են եւ դուք ունեք Այդ հարցը ես ինձ միշտ տվել եմ։ ինչի հենց դու։ Այդ հարցը տվել ու Դա պարգև էր, թե երևի թե պարգև էր, երբևէ դրա համար մինուս նշանով, թե պլյուս նշանով։ պլյուս նշանով, կարծում հիմա պլյուս նշանով է, պայտակ մտածել եմ մինուս է, բայց հիմա պլյուս է։ Ուղղակի տենց ստացվեց, ոնց որ չի եղել մրցակցություն, չի եղել ինչ որ պայքար, փառկաստում մեր մոտ ամեն ինչն եղել է միշտ գործընկերային եւ ընտանեկան, այսինքն միշտ փորձել եմ իմ եղբայրներին, իմ հորեղբոր տղաներին, աղջկան միշտ ներգրաված լինեմ թիմային աշխատենք։ Ուղղակի կյանքը բերեց, որ ամեն մեկ իր ճանապարհով գնաց։ Ես էլ իմ ճանապարհներ, որ ես չի հասկանում իրականում ու շատ sense օրգանիկ ստացավ այս ամեն ինչը, ոչ իհարկե բնականաբար բիզնեսում միշտ կան այդ այսպես ասած ընտանիքին բնորոշ թեթև կոնֆլիկտները, անհամաձայնությունները, խնդրին այլ տեսանկյունից նայելը միշտ կա։ Բայց մեր դեպքում այդ ամեն ինչը ոնց որ չէր բերել այն կոնֆլիկտի, որ ասենք Աստված հեռու տանի, որ շատ տեղեր տեսնում եմ, ամեն ինչը կարացել են բապայից նաև շնորհիվ, այդ ամեն ինչը ճիշտ ձևով չեզոքացնել ու իմ լինել այստեղ շատ օրգանիկ ու շատ բնական է ստացվել։ Ես դա չեմ էլ ուզել ճիշտ ասած։ Ռոբ, իդեպ ստացվել է։ քո գալուց հետո ընկերությունը շատ բաներ է փոխել, շատ նորություններ կա, նոր պրոդուկտներ կա, երիտասարդացել է շատ։ Օրինակ ես գիտեմ ձեր ընկերությունը 2000 երևի թե 10 թվից ավելի շուտվանից քան դու սկսել ես զբաղվել եւ հիմա վստահորեն կարամ ասեմ, որ ընկերությունը շատ է փոխվել։ Դու քո լուման, քո նորարարությունը տվել ես այդ ընկերությանը։ Բայց իմ կարծիքով, տես կարող է չհամաձայնվես իմ հետ, կգա մի օր, որ կգա այն պահը, որ դու պետքա հեռանաս այդ բիզնեսից։ Իմ կարծիքով քեզ դեռ մեծ նավարկություններ են սպասվում, շատ մեծ պրոյեկտներ են սպասվում, բայց ոչ այս պրոյեկտի մեջ, ոչ այս Ես բիզնեսի ուզում եմ հեռանամ։ Հա, Ասեմ շատ շուտ է, բայց ես ինքս կներես, որ ընդհատեցի իմ բոլոր են կարևոր աշխատակիցներս ու ժողովուրդ ջան, ես մի օր հեռանալու եմ, այդ մի օրը սարերի հետևում չի։ Լինելու է կորպորատիվ կառավարում, ես զբաղվել եմ այդ կորպորատիվ կառավարման ստրատեգիկ հարցերով, հիմա էլ օպերացիոն կայից ես մաքսիմալ հեռու եմ բռնված ու մաքսիմալ հեռու եմ բռնվում, ես զբաղվում եմ ստրատեգիկ հարցերով։ Ուզում եմ դրանով էլ ավելի քիչ զբաղվեմ ավելի գլոբալ ստրատեգիկ հարցերով։ Ու ես գիտեմ, դու շատ ճիշտ բան ես ասում, ես քո հետ համաձայն եմ, ես հեռանալու եմ, ես դա գիտեմ։ Ու չեմ հեռանալու 50-60 տարեկանում, երբ որ ինձ հեռացնեն, ես ինքս իմ բանով կամքով կհեռանամ, ասում եմ ինչպես MMA-ի մեծ չեմպիոն կա, չէ՞, շատ հայտնի Խաբիբը, ինքը հեռացավ, հորմայից հետո ինքը հեռացավ։ Իրան այլ դրդապատճառ էր, բայց ինքը հեռացավ որպես չեմպիոն։ Անպարտելի չեմպիոն հեռացավ։ Ես չեմպիոնից չեմ համարում բնականաբար, բայց ուզում եմ այդ ժամանակ հեռանամ, երբ որ տեղը կա ու երբ որ ասում եմ ինձ չեմ դառնալու ինչ որ մեկի չար այսպես ասած, հա չար պերսոնաժ չեմ ուզում դառնամ ընկերության համար, աշխատակիցների համար, ինքս իմ համար եւ ես միանշանակ Գրիգոր ջան հեռանալու եմ, չգիտեմ ինչով կզբաղվեմ, բայց հեռանալու եմ։ Դե նայ, եթե բիզնեսմենի պոտենցիալը կա, տաղանդը կա, իսկ քո դեպքում կա դա, իհարկե, այսօրվա մեր թեկուզ մենակ Հայաստանի շուկայի հնարավորությունները շատ մեծ է։
10-15 տարի առաջ այսքան նիշաներ չկային, այսքան բիզնես գաղափարներ չկային, այսքան հեշտ չէր։ Հիմա բիզնես մտնելու մինիմալ ներդրման շեմը շատ է իջել, շատ է իջել, նույնիսկ նիշաներ կան, կարած 0 դրամով մտնես բիզնես։ Հիմա եթե մեր ունկնդիրները կհարցնեն որ նիշան է, բոլոր այն նիշաները, որտեղ կա product եւ վաճառքը թույլ է։ Դուք վաճառքի հմտություններ սովորելով կարաք մտնեք այդ նիշա, այսինքն կա product-ը, դուք ուղղակի այդ product-ը վաճառեք։ Կարող եք լավ վաճառեք։ Հավատացեք 10 product ունեցողից 6-ը վաճառքի խնդիր ունի։ Գնացեք, ասեք ձեր վաճառքին զուգահեռ, ես ձեր ապրանքը կվաճառեմ։ Ով կասի ոչ։ Բոլորներ կուզենան։ Այսինքն մենակ վաճառել կարողանալով կարելի է բիզնես ստեղծել։ Մենակ կառավարել կարողանալով կարելի է բիզնես ստեղծել։ Օրինակ մարդ կա, իր մոտ այդ կառավարելու, կազմակերպելու ջիղը շատ լավ է։ Դա հերիք է, որ դու կարողանաս սկսես թեկուզ ինչ որ մի ընկերություն մտնես, վերցնես մի հատ կտոր, ասես օրինակ, այս կտորը ես եմ կառավարում։ Հենց դու այդ կտորը լավ կառավարեցիր, հավատացած եղի, այսօր այնքան մեծ պակաս կա լավ կառավարիչների, որ քեզ ավելի մեծն են տալու, ավելի մեծը։ Այսօր կան լիքը ակտիվներ, որոնք էֆեկտիվ չեն կառավարվում։ Լիքը բիզնեսներ, լիքը գործարաններ, լիքը պրոդուկտներ, որոնք լավ չեն վաճառվում եւ լավ չեն կառավարվում։ Այսինքն միայն մեր ներքին տաղանների ջիղերի վրա կարելի է բիզնես անել։ Բիզնես կարելի է սկսել մասնագիտությունից, բիզնես կարելի է սկսել օրինակ դու հաստաբան ես, իրավաբանական ընկերություն ես հիմնադրում։ Այսինքն այսօր բիզնեսի այդ մուտքի կտորը այնքան է հեշտացել, որ չգիտեմ։ Իմը շատ լավ հարց առաջացավ մեր ունկնդիրներին։ Արիս ես մոտ հարց տեղակերպենք, եթե դեմ չես։ Դավայ։ Կա երկու բիզնես, հա, որտեղ մեր ունկնդիրը եւ մեր դիտողները ուզում են անել իրաց ներդրումը։ Մի բիզնեսը պահանջում է օրինակ $1 միլիոն ներդրում, մյուսը պահանջում է $100,000 ներդրում։ Եվ երկուսն էլ ունեն նույն շահութաբերությունը։ Որ բիզնեսը կնախընտրեն իրենք, հետարքիրը։ Մեծ ներդրումով, հա, որտեղ կարող է անշարժ գույք էլ գնես, այսինքն կապիտալ։ Եթե ունեն այդ փող, երկու դեպքում էլ երկու փողներ ունեն։ Կարան այլ հավասար պայմանում, երկուսն էլ կարան անեն, հա, բայց այսպես ասած շատ ինքը դժվար հարց է իրականում, շատ փիլիսոփայության կարա տանի, բայց կուզենամ մեր ունկնդիրները եւ Okay, հարցը ուղում ենք ձեզ, որը կընտրեք։ Երկու գումարն էլ դուք ունեք, պատկերացրեք, եւ նա ունեք, երկուսն էլ նույն շահութաբերությունն է, նիշաներն էլ կախված արդեն ձեր նախասիրությունից, որտեղ կմտնեք։ Որ ներդրումը կանեք։ Ես գիտեմ որն են ընտրելու, բայց դրա հետ կապված ես իմ նկատառումները անպայման կգրեմ։ Անդիր, մենք հա իդեպ ձեր հարցերը կարաք ուղեք մեզ մեկնաբանություններում եւ ինձ եւ Ռոբին, եւ մենք անպայման դրանց կպատասխանենք, քանի որ մենք այսօր ես միշտ նշում եմ 3-ով ենք, ես, իմ հյուրը եւ մեր հանդիսատեսը, եւ այս հաթոռը նախատեսված է մեր հյուրերի համար, մեր հանդիսատեսի համար։ Տեղափոխվեք մտովի այս հաթոռ եւ ձեր հարցերը տվեք։ Մենք այսօր լրիվ սցենարից շեղվել ենք, մենք այսօր գնում ենք այն ուղղությամբ, որով կյանքն է ստանում, կարելի ասել Ռոբը վերցրել է առնվազն 50% սղեկի եւ շատ սիրուն, շատ գրագետ, սենց ուղղորդում է, շատ ընտիր է, այսօր կյանքին ասեմ այո, ինչպես միշտ։ Շնորհակալ եմ։ Ընտիր։ Դե գալով բիզնեսին, հա, քո հարցը թե ինչ մարտահրավերներ լինում, երբ որ բիզնեսը ստացվում է, իմ կարծիքով բիզնեսի ստացվելուց ամենամեծ մարտահրավերը դա եթե բիզնեսը պարտներներով է, քո պարտներների աշխատանքն է։ Չստացվելու դեպքում մի ձևով է լինում քո պարտներների հարաբերությունները, հա։ Երբեմն խզվում է, երբեմն ինչ որ պարկ է մնում մեկը մեկին, երբեմն ինչ որ մեղադրանքներ են մնում, բայց այդտեղ որոշակի է, պլյուս-մինուս որոշակի է ինչա լինում, էլ երևի 5 սցենար կա։ 5-ն էլ հնարավոր է խելացի կառավարել, բայց երբ որ հաջողվում է բիզնեսը, դու չգիտես քո պարտների մեջ ինչ կտեղի կունենա։ Հաջողված բիզնեսից պարտներների հարաբերությունները երբեմն զարգանում են անկանխատեսելի ուղղություններով, երբեմն մինչև թշնամանք, երբեմն մինչև, չգիտեմ, ամենաբարդ կա չէ՞ սենց օրինակ, երբ որ մարդիկ հանդիպում են իրար, եթե իրար մեջ չի ստացվում հարաբերությունները, ուղղակի բաժանվում են։ Դա կանխատեսելի սցենար է, բայց երբ որ իրանք ամուսնանում են, երեխեք են ունենում, այդ ժամանակ չի ստացվում։ Այսինքն ստացվում է հաջող ամուսնությունը, բայց հետո կյանքում ինչ որ խնդիրներ են լինում, ինչ ասես կարա տեղ լինի։ Դրա համար իմ կարծիքով ամենամեծ մարտահրավերներից մեկը դա է, որ քո պարտներների մեջ կարա լրիվ անկանխատեսելի սցենարներ զարգանան։ Դա լրիվ ուրիշ հարց է, պարտներ ունենաս թե չունենաս։ Այո, դա էլ իհարկե, դա էլ է։ Որ խոսանք մի կես ժամ դրանից խոսանք մինիմում, բայց լավ պարտներների իմ համար օրինակը մեր ընկերներ հենց Նարեկն ու Ճիշակովի հաուսի շատ լավ
Թութու ուսով եմ այդ պարտներությունը ոնց կա։ Երբեք Եթե այսքան մնացել է վստահ եմ կմնա այդքան 10 տարի ճիշտ չէ էլի։ Այո։ Լավ օրինակ ես նայում եմ ու Ես այդ հարցը իրանց տվել եմ պատկասթի ժամանակ ու շատ առողջ, շատ հասուն դիրքորոշում ունեն, որը կարծում եմ գրավականներից է իրանց իսկ մենակ տարբեր են շատ առումներով, արժեքներով նույնն են, բայց մտածողության բիզնեսին տարբեր են, իրանք երբ փող լրացնում են։ Ես դա եմ տեսնում։ Այո։ Բայց իրանք մի ալիքի վրա են այդ ամենակարևորը էլի։